Ապրում ենք այստեղ 85 թվականից, բայց ամուսինս հենց որ ես գյուղը ուզեցել են կառուցել, այդ ժամանակվանից աշխատում էր ստեղ։ Ամուսինս եւ սովխոզի դիրեկտոր էր աշխատում եւ ազատամարտիկ էր։ Իր աջոկատ տղաներից շատերը այստեղից էին, բայց վերևի Խնձորեսկի տղաներն էլ ջոկատով վերևի գյուղից միասին կռվում էին թշնամու դեմ։ Հիմա շրջապատվել եք ամբողջ թշնամու կողմից, ճիշտ է ապրում ենք, գոյատևում ենք, աշխատում ենք, արարում ենք, հայ ազգը այնպիսի մի ազգ է, որ քարից հաց է քամում, բայց չգիտեմ, դե մի քիչ այս նոր սերունդի համար շատ դժվար է էլի, հիմա էլ սահմանապահ գյուղ եք, չգիտեմ ոնց կլինի, ինչ կլինի մեր վերջը, բայց վատ բաների մասին հələ որ չենք մտածում, ցանկանում ենք այս նոր սերունդի մեր երեխաների համար ստեղծենք, գոնե մի քիչ լավ ապրեն երեխեքը, բայց վատ լուր եմ լսում, որ դպրոցը պետք է փակվի, չգիտենք, եթե դպրոցն էլ փակվեց, ստեղ երիտասարդ չի մնա։ Իմ ամուսինը ստեղից вообще դուրս չի գա, որովհետև ինքը արդեն սահմանի մարդ է, էլի։ Իր գործը, իր աշխատանքը, ճիշտ է, ինքը վիրավոր ազատամարտիկ է, բայց էլի ինչքան կարողանում է, օգնում է, աշխատում է, չգիտեմ, իր բնավորության գիծը ուրիշ բնավորություն ունի իրան, բոլորին հասնող։ Մենք մեծերով կապրենք, անպայման կապրենք, մեր հողն ջուրը կպահենք, կստեղծենք, չգիտենք, տեսնենք, ոնց կլինի։ Հիմնականում անասնապահությունն է գյուղում, այդ էլ ճիշտն ասած արդեն ազատ տարածք էլ չկա, որ ասես դրսում տանես արոտավայր բան, անասունը, դե պահում ենք, էլի ոչինչ, այգեգործությամբ եք զբաղվում, կաթիլային ունենք դրած, մուշա, ամփոշ, մալինայա, լիքը ծառեր ունենք, ամեն տեսակի ծառ ունենք, դե զբաղվում ենք էլի։ Վախը դե տանենց բանա, որ եթե վախ չունես, ունեմ բնազդես, բայց ոչ չելի պինդեք։ Ճիշտ ասած ես կուզեմ առաջարկել մի այնպիսի բան, որ աշխատանքի վայր լինի, ասեք երիտասարդներին բան են, էլի աշխատելու տեղ ունենան, բոլորն էլ ընտանիք հատեր են, փոքր երեխաներ են, երիտասարդներ են, ասեք ջերմուսն լինի, զբաղվեն մարդիկ, մեր գյուղը դե յուրահատուկ գյուղ է, սկզբից որ մենք եկել ենք ստեղ, լրիվ երիտասարդներ ենք եղել, ոնց որ ծաղիկ գյուղ լինեինք, մի ծաղկե փունջ, այդ տենց կարելի ասած, մեծահասակ չկար, տենց լավ էր, գերեզմաններ չունեինք, ամեն ինչ տեղին էր, դե հիմա արդեն ամեն ինչ փոխվել է, գյուղն էլ է փոխվել, չգիտես, մի տեսակ էլին աշխուժությունը բանը չկա, էլի, հիմա էլ այնք շատ լավն է, բայց դե որ 4 կողմից շրջապատված թշնամիներով մեզ անհանգստացնում է, բայց ընդհանուր մեր առօրյայով ապրում ենք էլի։